Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր զրույցների շարքը եւ իմ այսօրվա հյուրն է քաղաքական գործիչ Նայիրի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Բարև Սարգսյան։ ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար եւ մեծ հաճելի զրույց եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սկսենք սկզբից մանկությունից։ Ձեր մանկությունը անցել է Դովեղում։ Կպատմենք ձեր մանկության մասին, միջավայրի մասին, որում ծնվել մեծացել եք։ Երբ որ սկսել է հիշողությունը գալ, պատերազմներ սահմանամերձ Դովեղ գյուղում, Ադրբեջանն անմիջապես սահմանակից, Լեռնային Ղարաբաղի պատերազմին զուգահեռ գնում էր նաև Հայաստանի սահմանամերձ հատվածներում։ Երբ որ սկսում եմ մանկությունը հիշել, սկսում եմ պատերազմից հիշել։ Այդ ժամանակ բոլորս ներգրաված ենք, երևի 4-5 տարեկան եմ եղել։ Հայրս կռվում էր, պաշտպանում էր գյուղը, իսկ մենք փոքրիկներով հավաքվում էինք, ինչ որ պատասխանատվության զգացում ունեինք եւ ծնողների, եւ գյուղի, եւ հայրենիքի հանդեպ։ Ինձ այդ ժամանակ էլ ձևավորվեց։ Երևի չեմ էլ հիշում, արդեն հասցրել էին ծնողներս պատմել, նկարագրել, թե միանգամից տեսողականով արդեն պատասխանատվության զգացում մտավ։ Հիշում եմ, որ այդպես գնում էինք, դեռևս կանոնավոր բանակը չկար, շտաբներում գնում էինք եւ շփվում էինք ծառայողների հետ եւ համագյուղացիների եւ իհարկե այլ բնակավայրերի ժամանած եւ գնում էինք այդպես ձորակներից հավաքում էինք մարտկոցներ, ակումուլյատորներ մեքենաների, նրա մեջ կա արճիճ, որը հալեցնում դարձնում էինք շաչմաներ, այդպես էինք ասում, որսորդական հրացանի համար։ Պատրոններ էինք պատրաստում եւ մատակարարում էինք իրականացնում։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ Երևի 5 տարեկան մոտավորապես։ Եվ ինչ էիք զգում, ինչպես եք պատկերացնում այդ պատերազմը, ինչի համար էր, ովքեր էին, ինչ էին ուզում։ Մեր համար խաղ էր դա, եւ մենք գիտեինք, որ թուրքերի հետ կռվում ենք ու գիտեինք, որ անպայման պետք է հաղթենք, որովհետեւ վստահում էինք մեր ծնողներին, վստահում էինք մեր համագյուղացիներին եւ մենք ներգրավում էինք հաղթանակի կերտման գործին։ Այդ միջավայրը այսօրվա ձեր բնավորության, հայացքների վրա ինչ ազդեցություն է թողել։ Երևի զարգացրել է շատ ավելի պատասխանատվության զգացումը, պատասխանատվության զգացում ինքդ քո հանդեպ, ընտանիքի հանդեպ, ծնողի հանդեպ, համայնքի հանդեպ, հայրենիքի հանդեպ։ Կարծում եմ ամեն ինչ սկսվել է հենց այդ ժամանակվանից։ Ձեր ծնողներից պատմեք։ Ձեր ընտանիքից։ Ես սովորաբար շատ կամ չեմ խոսում, կամ քիչ եմ խոսում, շատ զուսպ եմ նման հարցերում, որովհետև գտնում եմ, որ շատ գործիչների որ տեսնում եմ ընտանիքին հանրայնացնելը կամ ընտանիքը որպես PR-ի գործիք կամ թիրախի գործիք ներկայացնելը ինձ համար անընդունելի է, առավել եւս թիրախի գործիք դարձնելը։ Դրա համար ամբողջ գործունեության ընթացքում փորձել եմ անընդհատ իմ ընտանիքին հեռու պահել։ Ընդ որում ես չեմ համարում, որ քաղաքականությունը կամ հանրային գործունեությունը բարեկամի տուն հյուր գնալը, որ ընտանիքով գնա։ Նաև եթե մենք ուշադրություն ենք դարձնում Հայաստանի ներքաղաքական կյանքին, գործող վարչապետին, կարծում եմ շատ տգեղ է ընտանիքով քաղաքականություն մտնելը։ Դա եւս ինձ անընդհատ վանում ու հետ է պահում։ Նորից եմ կրկնում եւ թիրախավորելուց եւ որպես PR-ի գործիք օգտագործելուց։ Ծնողներս համեստ գյուղի կյանքով ապրող, արարող, բարիք ստեղծող մարդիկ են։ Ամենակարևոր առաքելությունը իրենց կյանքի մի քիչ ես արդեն սեփական PR անեմ, որ կարողացել են լավ զավակներ դաստիարակել հայրենիքին պիտան եւ ամենակարևորը անձնական օրինակով օրինակ են ծառայել։ Հենց այդտեղից իմ ծնողներից ես սովորել եմ յուրաքանչյուր գործունեության մեջ անձնականով օրինակ ծառայել եւ ոչ թե խոսել մի բանի մասին, վարվել այլ կերպ։ Այդ ձեր գյուղը հայտնի է շատ հայտնի մարդկանցով։ Նաև լսել եմ, որ ձեր հարևանն է եղել Լևոն Արոնյանը։ Ինչ հիշողություններ ունեք այդ մարդկանցից, Տեկոզ Արոնյանից, որ մանկության տարիներից այսպես եղել են, հիմա մեզ հետ էլ կիսվեք մեր լսանել կծանոթանա։ Սովորական մանկական հիշողություններ են, սկսած
շախմատ խաղալուց միասին, շարունակելով բակային կռիվներով, որովհետև գյուղում ձևավորվում նամանման փոքր բնակավայրերում այդպես գոյություն ունի շատ ամուր թասիբի գիտակցում համագյուղացիներին պաշտպանելու, միասին կուռ բռունցք լինելու եւ այլն։ Լևոն Արոնյանը, քանի որ մայրական կողմից էր թոր մեր գյուղում եւ բնականաբար ոչ հաճախ էր լինում գյուղում, արձակուրդների ժամանակ գալիս եւ գնում էր, ինքը մեր համար համարվում էր օտար մանկության այդ տարիքում։ Եվ հետեւաբար շատ դեպքերում կռիվները ուղղված էին լինում այս թիրախին, այսինքն յուրի։ Հետո իհարկե մեծանալուց զուգընթաց գիտակցում ենք, որ դա այսինքն մանկական այդ նույն կռիվները որքան հաճելի այդպես ամուր միմյանց հանդեպ զգացում են առաջացել ընկերության, բարեկամության։ Հիմա Երևանում եք ապրում։ Կյանքից կեսից ավելին արդեն։ Երբ գյուղ եք վերադառնում, ի՞նչն եք այնտեղ ամենի շատ կարոտում ու ինչը չի փոխվում երբեք գյուղում։ Երբ գյուղ եմ վերադառնում, այլևս չեմ ցանկանում հետ վերադառնալ Երևան։ Առաջինը իմ հիշողությունները, միջավայրը, որտեղ որ ապրել եմ, մարդիկ, բոլորը դե բնականաբար իմ տունը, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ, իմ ծնողները, բարեկամները, ուղղակի չեմ ցանկանում կտրվել այդ միջավայրից, ամենը նույնն է մնացել, մարդկանց պարզ մտածողությունը, շատ պարզ, շատ հոգատար, միմյանց նկատմամբ ուշադիր, ջերմությունը, այդպիսի վերաբերմունքը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է ներկա աշխարհում։ Դա չի փոխվել ընդհանրապես։ Մարդկային հարաբերությունները չեն փոխվել, վերաբերմունքը չի փոխվել, սրտացավությունը չի փոխվել։ Գիտեք, հիշում եմ մանկության տարիներին, երբ որ գյուղական աշխատանքներ էին եւ չկար գյուղատնտեսական տեխնիկաներ եւ այլն, այդպես շատ գեղեցիկ, պլանավորած կազմած էր աշխատանքների կազմակերպման պլան, որորում դաշտում կաշխատենք։ Այսինքն հարևաններով, ընկերներով, բարեկամներով հավաքվում էին տարբեր դաշտերի։ Այսօր ինչ որ մեկի խոտ հնձի օրն է, հաջորդը խոտ հավաքի օրն է, հաջորդը փայտի բերելու օրն է, այսպես շարունակ տարբեր գյուղատնտեսական աշխատանքները։ Այդ միջավայրը դեռևս չի փոխվել։ Այսինքն մնացել է, որ պատրաստական է իմ ծննդավայրի յուրաքանչյուր համագյուղացի հաջորդին օգնություն ցուցաբերելու։ Նույնիսկ գիտեք, շատ դեպքերում ներկա դարում սպասում են օգնության առաջարկիչը, ու հաճախ էլ սպասում են, որ օգնության առաջարկը ստանան ու մերժեն, որովհետև նոր թրենդները, նոր այդպես մոտիվացիոն գրքերը, գրականությունը եւ այլն այդպես են սովորացնում։ Դա չի հասել մեր գյուղ, ինչը շատ ուրախանալի է։ Այսինքն որևէ մեկը չի սպասում երբևէ, որ իրենից օգնություն խնդրեն։ Ինքը դա նկատում եւ անմիջապես հասնում է։ Այ մարդկանցից շատ եք խոսում, այն մարդը, կերպարը, ում մեջ ամփոփված էր այդ մանկության համն ու հոտը ձեզ համար։ Տատիկ, պապիկս, այսինքն տատիկներս եւ պապիկս, որտեվ մյուս պապիկին շատ ավելի վաղ տարիքում, երևի 1-1.5 տարեկան ժամանակ եմ կորցրել եւ չեմ հիշում։ Միայն պատմություններով գիտեմ նրա մասին։ Ավելի շատ իրենց եմ կարոտում եւ ավելի շատ իրենց եմ ասոցացնում։ Ասում են դպրոցում լավ եք սովորել, ինչն եք սիրում, ինչ չեք սիրում դպրոցում առարկաների մեջ։ Մաթեմատիկան եմ շատ սիրել, մինչև հիմա սիրում եմ, աշխարհագրությունը, ֆիզիկան, երևի ամենասիրելի առարկաները դրանք էին։ Իսկ ինչը չեք սիրում դպրոցում։ Ինչը չէի սիրում։ Երևի դիսցիպլինա։ Հետո եմ իհարկե ավելի հասուն տարիքում, ոչ հասուն, ավելի բարձր դասարաններում եմ գիտակցել, բայց նաև որ հետայացք եմ նետում, հարցրեցիք, փորձում եմ հիմա հիշեմ, երևի այդ դիսցիպլինային դիմագրավելն էլ է բնավորության մեջ իր հետքը թողել, ամբոստություն է ամրացրել իմ մեջ, երևի դա էլ իր այդպես հետաքրքիր եւ դրական կողմեր ուներ։ Այս մեկ մաթեմատիկան շատ եք սիրել, արդյոք դա բերեց մասնագիտության ընտրությանը, թե այլ պատճառ կար։ Ինչպես կայացավ այդ ընտրությունը։
Երկու պատճառով եմ եկել մասնագիտության ընտրությանը։ Շատ փոքր էի, մայրիկիս հետ այցելել եմ իմ քեռուն, աշխատում էր Նոյեմբերյանի բանկում, եւ տեսել եմ ուղակի թղթերը, փաստաթղթերը իր աշխատասեղանի եւ ուղակի միջավայրն է ինձ քաշել այդպես, կլանել ուղակի միջավայրը, փաստաթղթերի հետ աշխատելու։ Հետագայում դե բնականաբար այդ տարիքում, եթե չեմ սխալվում, դպրոց նույնիսկ չէի գնում։ Այսինքն ես չէի կարող պատկերացնել, որ մասնագիտությունն է տանում դեպի բանկային ոլորտ, ֆինանսական ոլորտ, տնտեսական Գեղեցիկ ոլորտ։ գրասեղան է։ Դրանից հետո երևի մաթեմատիկայի հանդեպ վերաբերմունքս, սերս եւ անդադ մաթեմատիկայով զբաղվելը բերեց հանգուցալուծման, տնտեսագիտական մասնագիտության դրության։ Շնորհակալ ասացիք անձնական կյանքով շատ չեք կիսվում, բայց հուսամ մեզ հետ կկիսվեք ձեր կյանքի գեղեցիկ դրվագներից մեկով, ինչպես ծանոթացաք ձեր կնոջ հետ։ Դա կկիսվեմ, բայց պետք է ձեզ հիասթափեցնեմ, որ շատ չեմ կիսվելու։ Շատ չենք էլ պահանջի։ Ուսանողական տարիներին է եղել դա։ Մենք ընկերներով Վարձով էինք բնակվում։ Կինս ընկերուհիների հետ էր Վարձով բնակվում եւ նրա ընկերուհիները իմ ընկերոջ հորաքրոջ աղջիկներն էին։ Այդպես հյուր գնալ, հյուր ընդունել, ծանոթանալ ընդհանուր միջավայրում, որովհետեւ մենք բոլորս Նոյեմբերյանից հավաքվել եւ եկել ենք Երևան ուսանելու, անդադ միջավայրը, տարածաշրջանը գրավում է, այսինքն շփումների մեջ ավելի ինտենսիվ է լինում երկու դրդապատճառով։ Նախ քո այսպես ծննդավայրի եւ միջավայրը այնտեղի ժողովուրդն են քեզ քաշում տանում եւ երկրորդը թասիվի զգացողություններ Նոյեմբերյանի աղջիկներին մենք պետք է այդպես դեր կանգնենք։ Դա է եղել ծանոթության պատճառ եւ այդպես շփումների պատճառ։ Ինչպես եք ստեղծում ընտանեկան ներդաշնակությունը, այդ հանգստությունը, խաղաղությունը, ինչի վրա է հիմնվում դա ձեր ընտանիքի մոդելում։ Ես հիմա որ հարցնում եք, փորձում եմ հիշեմ, ես վերջին անգամ երբ եմ տուն գնացել, ոչ թե տուն գնացել, բանով, այս երբ եմ գնացել այդպիսի միջավայրում, որովհետև բոլորից կարոտում եք, չենք հանդիպում, չենք հասցնում հանդիպել միմյանց։ Այդ միջավայրում հատկապես բարդ է, երբ նորմալ շփումները անցակավանում են, ուղղակի ժամանակ չկա դրա։ Հա, դե հասկանում եմ աշխատանքը, ծանրաբեռնվածությունը, անընդհատ սակավանում է, իրար ավելի հաճախ տեսնելու հնարավորությունը։ Երևի ավելի շատ կարողանում ենք շփվել արձակուրդների ժամանակ։ Չնայած վերջին ժամանակահատվածում դա էլ չէր հանդիպում։ Իհարկե աղջկաս խոստացել եմ, որ այս ամառվա ընթացքում արձակուրդին անպայման ժամանակ կհատկացնեմ իրանց եւ իրանց հետ կլինեմ։ Կարծես թե գիտական աշխատանքն էլ ձեր կյանքում կարևոր տեղ ունի։ Ինչով է ձեզ գրավում գիտությունը։ Անսահմանությամբ։ Գիտությունը մի ոլորտ է, ուղղություն է, որտեղ չկան գծված սահմաններ, որտեղ կարող ես կատարել յուրաքանչյուր բան։ Եվ յուրաքանչյուր նոր բացահայտում, յուրաքանչյուր նոր բարիքի ստեղծում, որը կարող է հանրային կյանքին ծառայել, դա ուղղակի գրավում է։ Այսինքն անսահմանությունը եւ կարծում եմ կրկին պատասխանատվության զգացումը, որովհետեւ գիտությունը ինքն էլ ունի այդպես սովորելուց հետո, այսինքն հիմնական այդպես կրթություն ավարտելուց հետո մագիստրատուրա, այնուհետև որոշակի ներողություն բառից համար ազարտ է առաջանում լրացուցիչ բացահայտումներ իրականացնելու։ Այդպես ծնվեց ասպիրանտուրայի գաղափարը, իսկ դոկտորանտուրան լրիվ այլ դրդապատճառ է ունեցել։ Ես ինձ պետք է պատասխանեի մի հարցի. հնարավոր է Հայաստանի Հանրապետությունը այս վիճակից անել թե չէ։ Այսինքն ես պետք է ներքին համոզմունք ունենայի, գիտականորեն ապացուցված, տարբեր գիտնական պրոֆեսորների հետ քննարկած, այդ թվում նրանց դիտողությունները, հակադարձությունները ընդունելով, որպեսզի ես իմ մեջ գտնեի, բացահայտեի, հնարավոր է թե ոչ։ Որովհետև եթե հնարավոր չէ, ապա ինչ իմաստ ունի քաղաքականությամբ զբաղվելը։ Եթե հնարավոր է, արդեն հասնում ենք երկրորդ փուլի։ Դա տարավ դեպի դոկտորական աշխատանք, դեպի շատ ավելի խորը գիտություն,
կամ ամենաբարձր աստիճան գիտության եւ շատ լավ դրական արդյունք ունեցանք։ Եվ հնարավոր էր։ Ոչ թե հնարավոր է, այլ 5 րոպեում հնարավոր է։ Ահա։ Դեպպես ստացվեց, որ այսինքն քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության ճակատագրով քո հայրենակիցների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումով, ինքդ քո ընտանիքի, քո բարեկամների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումը պայմանավորված, բացահայտում ես, որ հնարավոր է բոլորի կյանքը բարելավել, դարձնել եւ անվտանգ, եւ բարեկեցիկ, եւ արժանապատիվ, ապա ինչու չանել։ Այսինքն այդպես որոշակի պարտավորվածություն էլ է առաջացնում։ Եթե գիտես մի բան, որ հնարավոր անել եւ չես կատարում դա, այսինքն դու հանցագործություն ես գործում ինքդ քո եւ քո շրջապատի հանդեպ։ Կարող ենք ասել, որ հենց դա դարավ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության սկիզբը։ Մեկնարկը այսպես Հայաստան ԵՍՄ նախաձեռնության քաղաքական վեկտորի ուղղվածության հիմքը վստահաբար դա է դարձել, որտեղ Հայաստանի ԵՍՄ-ին նախորդել է այլ տարբեր հասարակական գործունեություններ 2013 թվականից սկսած ես հասարակական գործունեությամբ եմ զբաղվում, հետո հասանք մի փուլի, որտեղ գնահատեցինք, որ հասարակական գործունեությունը բավարար չէ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար եւ անհրաժեշտ է քաղաքական գործունեություն ծավալ, որովհետեւ շատ խնդիրներ բացառապես լուծում են քաղաքական ճանապարհով։ Քաղաքական ճանապարհով լուծման համար արդեն ունենք դոկտորական աշխատանք, որը տալիս է Հայաստանի Հանրապետության հարատևման եւ ինչպես ու անվտանգ դարձնելու, հզորացնելու, ծաղկացնելու հարցի պատասխանները, բոլոր այդպիսի ինչպիսիների պատասխանները տալիս են, բնականաբար արդեն ինքը ամրապնդեց Հայաստանի ԵՍՄ-ի գործունեության շարունակականությունը։ Եթե մի քիչ հեռուն նայենք, քաղաքականություն սկսեցինք խոսել, ձեր քաղաքականության մեջ ձեր դերակատարումը 10 տարին անց ինչպիսին եք տեսնում։ Դեր տեսլականը որն է։ Ես չգիտեմ որտեղ կլինեմ 10 տարի անց, բայց վստահ ասում եմ, որ քաղաքական իմ եւ մեր թիմակիցների դերակատարումով պայմանավորված տեսնում ենք Հայաստանում ազգային իշխանություն, սրտացավ, հայրենասեր, պրոֆեսիոնալ իշխանություն, որը իրապես կծառայի Հայաստանի Հանրապետության շահերին, հայ ժողովրդի շահերին։ Դա վստահաբար տեսնում եմ 10 տարի հետո, որովհետեւ միգուցե արդեն համակարգը ներդրած լինենք եւ ես փորձեմ մի քիչ էլ անձնական կյանքով ապրել, հնարավոր է որ դեռևս շարունակել, այսինքն տեղում հենց քաղաքականության մեջ շարունակենք Հայաստանի Հանրապետության զարգացման մեր վաղուց գործարկված ծրագիրը։ Ինչն է ամենից շատ խանգարում այդ ճանապարհին, դեպի այդ տեսլականը տանող ճանապարհին։ Խանգարումները եւ հանգամանքները շատ են։ Խանգարում է ժամանակի սղությունը, որտեղ քաղաքականությունը ենթադրում է 24 ժամ 7 օր արթուն լինել։ Նույնիսկ 1-2 ժամ քնած ժամանակ արթուն ես լինում, որտեղ ապրում ես դրա մեջ։ Այսինքն քաղաքականությունը ինձ համար, տեսեք, շատ գործիչներ, շատ այդպես քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար դա աշխատանք է։ Վարձատրվող, բառացիորեն իմաստով վարձատրվող աշխատանք։ Իմ եւ իմ թիմակիցների համար դա այդպեսին չի։ Այսինքն մենք չենք գնում աշխատանքի, մենք ապրում ենք դրանով։ Եվ չգիտեմ։ Այ ցանկացած քաղաքական թիմ փորձում է ձգտել հասնել այդ տեսլականին, հաջողությանը։ Ձեզ համար որոնք են կարմիր գծերը, որ անգամ այդ հաջողության դեպքում չեք անցնի այդ գծերի վրայով։ Ինչ չեք անի։ Չեմ դավաճանի իմ հայրենիքին եւ իմ ժողովրդին։ Չեմ ներգրավվի որևէ process-ի մեջ, որը իմ եւ իմ թիմակիցների գնահատականով կարող է վնասակար, մեղմ եմ ձևակերպում, վնասակար հետևանք ունենալ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Երևի դրանք են կարմիր գծերը, մնացած ամեն ինչ ենթակա է փոփոխման, քննարկման, վերաձևակերպման։ Կարևորը որ անմնացորդ ու անդավաճան նվիրված լինես Հայաստանի Հանրապետության հարատևման գաղափարին։
մնացածը ածանցյալ գործիքներ են։ Հարատևման համար անհրաժեշտ է անվտանգություն, անվտանգության համար անհրաժեշտ է տնտեսություն եւ այսպես շարունակ կարող ենք թվարկել, բայց գլխավոր նպատակը, եթե այսպես ֆիքսած է ու ինքը անքննարկելի է, դրան անմիջապես սպառնացող վտանգները դավաճանությունն են եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, որ կարող է քո գործողությունը հանգեցնի ինչ որ մի փուլի Հայաստանի Հանրապետության հարատևման սպառնալիք դիտարկվի այսպես։ Այ օրինակ ներկայումս այդպիսի սպառնալիքները շատ են։ Գույքագրված են եւ հերթականությամբ գնում ենք այդ սպառնալիքների ոչնչացման հետևից։ Ձեր կենսագրության անբաժան մաս է նաև դասախոսել է ուսանողների հետ աշխատանքը։ Չորս տպավորիչ դրվագ կհիշեք այդ տարի, այդ ժամանակներից, այդ փորձառությունից։ Չեմ կարող հիշել։ Միգուցե չի եղել, որովհետև այդպես դասախոսական աշխատանքն էլ իմ մոտ եղել է Օֆիցիալ։ Գիտեք ինչ ձև պետությանը ծառայելու ինչ որ մի ժամանակահատված, որտեղ որ ես չեմ հիշում դասերին հումորներ նույնիսկ եղել են, թե ոչ, շատ չոր, շատ հետևողական, դրա համար դժվար լինեն այդպիսի դրվագներ։ Հայ, ուսանողը ձեզանից որոշակի մասնագիտական գիտելիք, փորձառություն է վերցնում։ Դուք ինչ եք սովորում ուսանողից։ Ուսանողից կյանքը սիրել եմ սովորում, երազել եմ սովորում, որովհետև ինչ որ զբաղվածության պայմաններում, ինչ որ մի ժամանակահատվածում նույնիսկ չես հասցնում կամ չես մտածում երազելու մասին, չես մտածում այդպես ակտիվ կյանքով ապրելու մասին, ուսանողից ես դա եմ սովորել, դա եմ սովորում։ Գալիս են էներգիայով լի։ Շատ, այո։ Այ ասում եք ամենտեղ աշխատանքում լուրջ ուսանողների հետ այսպես Հա չէ, բայց մի անգամ հիշեցի, մի անգամ մի անլուրջ բան արել եմ ուսանողների հետ։ Մի ուսանող մոտեցավ, սիրահարվել էր մի աղջկա, որից որևէ կոնտակտային տվյալ չուներ, միայն ինչ որ կծկտուր ինֆորմացիաներ, անուն, ազգանուն եւ այլն, եւ մոտեցավ շատ պես ամաչկոտ հայացքով, թախծոտ աչքերով, ասաց պարոն Սարգսյան, մի անձնական խնդրանք ունեմ, կարող եք, որովհետեւ այդ խստության մեջ այդպիսի մոտեցումը իրենց համար դժվար էր, բայց հայացքի մեջ ինչ որ անելանելիություն տեսա տղայի, ասաց որ խնդրեմ կօգնեք աղջկա հեռախոսահամարը կամ աշխատանքի վայր ինչ որ մի տեղեկատվություն ձեռք բերենք, դե բնականաբար մեր կապերով շատ արագ տղային օգնեցինք։ Հա, արել եմ մի անլուրջ մի հատ այդպիսի բան։ Նպաստել եք մի ընտանիքի ստեղծման։ Տեղեկություն չունեմ, բայց Աստված տա այդպես լինում։ Շատ լավ, բայց այդ կերպարից դուրս, հա, եթե աշխատանքը չի, դասախոսական այդ աշխատանքը չի, այնպեսին եք դուք, ի՞նչն է ձեզ էներգիա տալիս, այսպես այդ լրջությունն են տեղ պահել։ Չեմ կարծում, որ դա պարտադրված լրջության պահպանում է, ուղղակի ես բնույթով այդպեսին եմ։ Չեմ սիրում շատ խոսել, չեմ սիրում անլրջություններ անել, ուղղակի չեմ սիրում։ Լավ, եկեք մի դեպք ձեր կյանքից, որ լավագույնս ձեր այդ բնավորությունը բնութագրում է։ Լրջություն նկատի ունեք։ Առհասարակ ձեր բնավորությունը, այսպես մոտեցումները, որ օրինակ շատ տիպիկ ձեր մասին է այդ պատմությունը։ Չեմ կարող հիշել։ Կյանքի իմաստը ըստ ձեզ գտնում են, թե ստեղծում են։ Ստեղծում են, կառուցում են յուրաքանչյուրն իր համար։ Դա շատ խորը փիլիսոփայական մոտեցում է եւ երևույթ է։ Կյանքի իմաստի փնտրտուքը շատ դեպքերում նմանեցնում եմ աստղագիտությանը։ Այսինքն տիեզերքի ուսումնասիրությանը, որտեղ դու կարող ես անվերջ ուսումնասիրել եւ այդպես էլ չբացահայտել։ Հետևաբար կյանքի իմաստը պետք չէ պես փնտրել։ Ուղղակի յուրաքանչյուր մարդ, ես ինձ համար ունեմ կյանքի իմաստը։ Յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր կյանքի իմաստը։ Ես պատկերացնում եմ հետևյալ կերպ։
եթե դու լույս աշխարհ ես եկել, դու պետք է տաս այս աշխարհին մի բան եւ վերցնես մի բան, կամ մի քանի բան տրամադրես, մի քանի բան վերցնես։ Եվ կարծում եմ, պետք է ավելի շատ տրամադրել, քան վերցնել։ Ես ապրում եմ այդ գիտակցումով։ Հետևաբար, ինչը կհասցնեմ տան, կհասցնեմ մասնագիտությանս մեջ ավելի շատ տրամադրել, քան վերցնել։ Դասախոսական աշխատանքի մեջ, ընդհանուր անձնական կյանքի մեջ, գիտության մեջ, հասարակական քաղաքական գործունեության մեջ, այսինքն բոլոր ոլորտներում, եթե այսպես ոլորտների ենք բաժանում, ավելի շատ ուղղակի բոլոր ոլորտներում փորձում եմ տրամադրեմ, քան վերցնեմ։ Այ հենց սրանով էլ իմաստավորվում է իմ կյանքը։ Որպես եւ մաթեմատիկայի այդպես դերակատարումը ձեր կյանքում հաշվարկներ, ամեն ինչ պլանավորել, այս տեսանկյունից որոշումներ կայացնելիս արդեն ձեր խոսքով էլ նշեցիք, որ միանշանակ ուսումնասիրել, պլանավորել, բայց ամեն դեպքում կարևոր որոշումների ժամանակ էմոցիաները դեր ունենում են, թե չէ ձեր կյանքում։ Էմոցիաները սկզբնական սահմանավորման փուլում միանշանակ ունենում են։ Օրինակ քաղաքականության մուտքի որոշման մեջ բացառապես առաջնորդվել եմ էմոցիայով։ Այնուհետև դրան հաջորդել է պլանավորումը ինչպես հարցերի պատասխանների ժամանակ 0 էմոցիա, որտեղ էմոցիաները արդեն կխանգարեն աշխատանքի գլուխ բերելուն։ Առանց էմոցիայի դե երևի թե որևէ ոլորտում չի ստացվի։ Դրանք պետք է համադրվեն։ Պետք է որոշակի առումով խենթ լինես, որոշակի ռոմանտիկ լինես, բայց գիտակցես այնց կարևոր սահմանը, որից այն կողմ պետք է ռոմանտիզմին, խենթություններին, էմոցիաներին փաթաթես տնես մի կողմ եւ շարժես բացառապես սառը հաշվարկով։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք ձեզ փոքրիկ նվեր ունենք նկարիչ Էրիկ Դավթյանի գործերից։ Հուսանք ձեզ համար հետաքրքիր ու կարևոր մի անկյունում իր տեղը կգտնի։ Հիշեցնեմ մեզ հետևողներին, որ կարող եք նկարչի գործերին ծանոթանալ հոլովակի ներքևում նշված հղմամբ։ Շնորհակալ եմ անչափ, դուք ինձ անակնկալի բերեցիք եւ շատ հրաշալի գործ է եւ մի քիչ էլ ամաչացրեցիք։ Հուսամ ձեզ դուր եկավ եւ շատ շնորհակալ եմ զրույցի համար, իսկապես շատ հետաքրքիր էր ձեզ հետ ծանոթանալը, ցայտելը։ Հուսամ Մելիսանը եւս ձեզ մեկ այլ տեսանկյունից բացահայտեց։ Հուսանք։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր քաղաքական գործիչ Նայիրի Սարգսյանը, ես Զենֆիրա Քալաշյանն եմ եւ դուք դիտում եք զրույցներ մարդու մասին հաղորդումը։ Կհանդիպենք։